Հարկ վերջերս շատ է խոսվում քաղբանտարկյալներից, գերիներից, բայց ինչպես տեսնում ենք, հիմնականում խոսվում է այն քաղբանտարկյալներից կամ այն գերիներից, ռազմագերիներից, որոնք Պուտինի կամքով կամ ասել է թե համատեղ իրենց կամքով գնացին եւ հանձնվեցին Ալիևին։ Իհարկե ցավալի է սա, բայց եկեք հասկանանք ինչու էսպես եղավ։ Եվ քանի դեռ մենք չենք անդրադառնում ամենասկզբնական քաղբանտարկյալներին, որոնք նույնպես Պուտինի կամքով կալանավորվեցին, մինչև Արցախի այսպես կոչված ռազմաքաղաքական իշխանությունների կալանավորումը կամ կամովի հանձնվելը։ Կամովի իհարկե իրենք այդպես չէին երկրպագի գնալ Ալիևի բանտում նստել, բայց սերը առ Պուտին այնքան մեծ էր, որ չմերժեցին, գնացին հանձնվեցին կամ թույլ տվեցին իրենց կալանավորեն, որպեսզի հանձնվեն։ Ես ուզում եմ խոսել հենց սասնացրերի, ովքեր կալանավորված են, ովքեր ավելի շուտ են կալանավորվել, քան նրանից հետո կալանավորված Արցախի այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարները։ Պատկերացրեք Վարուժան Ավետիսյանի գաղափարական հենքը աշխատեր եւ ինքը չկալանավորվեր, ասենք հենց մայիսի 28-ին։ Դա ռուս-թուրքական տանդեմը սիրում է հենց Հայաստանի հետ վարվի, հենց Հայաստանի ասենք տոնական օրերին խոցելի հարվածներ հասցնի կամ իրենց համար հիշարժան օրերին Հայաստանին հարված հասցնի, չէ՞, սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմի սկսելը, Վարուժանենց ձերբակալությունը, չգիտեմ, Մոնթեի ծննդյան օրը Քարվաճարի հանձնման փաստը։ Եթե Վարուժան Ավետիսյանը չկալանավորվեր, որի մասին ավելի քիչ է խոսվում, սասնացրերի մասին ավելի քիչ է խոսվում։ Հավատացեք, Արցախը չէր հայաթափվի, եթե Վարուժանը չկալանավորվեր, սասնացրերը չկալանավորվեին եւ ժողովուրդը ժամանակին 18 թվին կարողանար ուժ գտնել իր մեջ եւ կուլ չտալ Պուտինյան խայծը եւ Նիկոլին չբերեր իշխանության։ Պատկերացրեք, սասնացրերն էին այն ժամանակ կային իշխանության։ Չեմ չափազանցնում, այսօր արդեն Ալիևը ստիպված պետք է Նախիջևանը դատարկած լիներ եւ հանձնած։ Եվ Արցախի այդ ղեկավարները հաստատ հանձնվելու, իհարկե պատասխանատվության կենթարկվեին, ամեն մեկը իր մասով, իր չափով, կարող է հատուցելով իրենք փրկվեին, անգամ հատուցեին հայրենիքին հասած վնասների համար եւ որոշակի առումով ներվեր իրենց հանցանքը, իհարկե եթե արյուն չկա մեջը, բայց ով գիտե, մինչև չհետաքննվի։ Իսկ այսօր Ալիևը օգտագործում է իսկապես նրանց հենց մեր դեմ, մեղադրելով իրենց, ովքեր միշտ ծառայել են Պուտինին, ովքեր Պուտինի կամքով են այնտեղ։ Նրանք ցուցմունք պետք է տան, կամ իրենց այնտեղ գլխիկոր կանգնելը արդեն իսկ իրենց մեղավոր իբր։ Տեսաք, եկաք մեզանից խող խլեցիք, հիմա տեսեք ինչ օրն եք ընկել։ Բայց իրենք չպաշտպանեցին ազգային գաղափարախոսությունը ժամանակին։ Իրենք չհրաժարվեցին, այսօր էլ չեն հրաժարվում, դեռ շատ պուտինականներ կան, որ նորից համառորեն Ռուսաստան են գովերգում։ Եվ անգամ այս վերջերս ես միշտ այլայլում եմ, որ դաշնակցականները չեն հրաժարվում Ռոբերտից, Պուտինից, Ռուսից, որքան խորն է Ռուսաստանը մտած այդ կառույցի, թե բյուրոյի մեջ, թե գերագույն մարմնի մեջ, չգիտեմ, ինչ խորն է մտած, եւ դաշնակցությունը պետք է իսկապես իր գլխից հրաժարվի։ Մնացած դաշնակցականները պետք է հրաժարվեն այդ գլխից, հասկանում եք, ռոբադաշնակից պետք է հրաժարվեն, որ ազգային արմատները սկսի նոր ցողուն տալ, նոր պտուղ տալ, եթե այդպես դաշնակները չեն կարող ազգային դաշտ վերադառնալ եւ անդադ կծառայեն թշնամուն, ասել է թե ռուսին։ Հիմա ես ինչու եմ սա անդրադառնում, եթե ժամանակին սասնացրերի գործողությունները ճիշտ գնահատվեին եւ սասնացրերը հայտնվեին խորհրդարանում
Եվ շատ բան այլ կգնար, այլ կերպ կգնար, եւ Ռուսաստանի այսօր նոր 44 օրյա պատերազմից հետո, երբ որ Հայաստանում արդեն ճնշող մեծամասնությունը հանցագործ է համարում, թշնամի է համարում, Պուտինին էլ հանցագործ, այն ժամանակ սասնածերեն արդեն ասում էին եւ արժանանում են ծաղրանքի, հեգնանքի, վարկաբեկման։ Դուք պատկերացնում եք, եթե դուք 18 թվին սասնածերերի իշխանության բերեիք եւ Վարուժանը եւ մնացած սասնածերը չհայտնվեին դատարանում, այսօր մենք այդ 44 օրյա պատերազմ չէր լինի։ Այսօր մենք ունենայինք նորմալ դաշնակիցներ, ովքեր մեր թշնամու հետ խնդիր ունեն, բայց մենք մեր թշնամու հետ ենք համագործակցում։ Դուք պատկերացնում եք ինչ է տեղի ունենում։ Մենք արտաքին քաղաքականություն չունենք։ Եթե առաջ ուղիղ Կրեմլի հանձնարարություններն էին կատարում, հիմա ուղիղ Բաքվի հանձնարարություններն են կատարում, էլի գոհ չի Ալիևը։ Ինչ ասում է, արվում է։ Ասում է առանց նախապայմանի ցանկացած թուղթ կստորագրեմ։ Ասել է թե կարող ենք մի հատ դատարկ թուղթ ստորագրել, գրի Հայաստանի վարչապետը ստորագրի, տա Ալիևին, ասի առ մեջը ոնց ուզում ես տեքստը գրի, ինչ ուզում ես լրացրա, ինչ պահանջ ուզում ես ներկայացրու։ Անկամ դրան է պատրաստ։ Իսկ Վարուժանը բանտում է, ով նման բաների պատրաստ չէր, ընդհակառակը պատրաստ էր առաջին հանրապետության իրավահաջորդություն ձեռք բերելու, պատրաստ էր Ռուսաստանի եւ Թուրքիայի թշնամիների հետ, հակաթուրքական կոալիցիայի հետ դաշնակցելու։ Հիմա հասկանում եք իմ անհանգստությունը որն է։ Եվ մենք այսօր ավելի շատ քիչ ենք խոսում սասնածռերից, քան խոսում ենք Ռուբեն Վարդանյանից, քան խոսում ենք Բակո Սահակյանից։ Եվ ասեմ ավելին, այդ նույն ռուսները հանցավոր կերպով նահանջեցին մի գիշերվա մեջև հայոց բանակի ստորաբաժանումները մնացին ուղակի մեջ եւ այդ տղաները մինչեւ որս Բաքվի բանտերում են եւ այդ մասին չի խոսվում։ Սա շատ մեծ ցավ է։ Ես կոչ եմ անում հետևել Վարուժան Ավետիսյանի խոսքին։ Մենք միշտ սիստեմատիկաբար տարածում ենք, որովհետեւ ազգային արժեք է։ Վարուժան Ավետիսյանը ազգային արժեք է։ Նա ազգային արժեք գեներացնող է, զարգացնող է, մատուցող է, հասկանում եք, հետևեք Վարուժանի խոսքերին եւ ջանք մի խնայեք, աջակցեք Բևերին, որպեսզի կարողանան տղաներին դուրս բերել բանտերից եւ երկիրը փրկել։ Մեր ընտրությունը մնացել է էլի մեր երկու թշնամու միջև, Ռուսաստան կամ Թուրքիա, թշնամիների, հասկանում եք, երկու թշնամու միջև ընտրություն ենք կատարում, բաց թողնելով այդ նույն թշնամիների հակառակորդներին, որը ըստ 5-րդ տարի կարգախոսի իմ թշնամին իմ բարեկամն է։ Մենք մեր թշնամիների հետ բարեկամություն չենք անում, բայց նրանք մեզ օգնում են, իսկ մենք նորից ռուսը։ Աջակցեք, կոչ արեք սասնածռերի ազատության համար։ Շնորհակալություն ուշադրության համար։